Այս մասով շատ կարճ չի։ Մի բանի վերաբերի, գրավոր կարգում եմ, ես ասում կարիքներ որ կողմը արգումենտին դες մի հատ կետին ամենական մասով եւ հետեւյալն է, ուղղակիորեն եմ դրել, ու դա հիմնական արգումենտը չէ ցավերտելու, ուղղակիորեն եմ դրել, զբաղավորությունը չի հասկանում, չգիտեմ։ Մասնավորապես չի բացառվում, որ ընդհանուր եւ հատուկ նորմերը չգտնվելով քրեական օրենսգրքի միևնույն դրույթներում հարաբերակցում որպես ընդհանուր եւ հատուկ, սակայն առանցքային է, որ երկու հանցակազմերն որպես հիմնական օբյեկտ ուղղված լինեն միևնույն հասարակական հարաբերությունների ոտնահարման։ Այսինքն արգումենտը դա չէ, դա ընդհանրապես օրինակն է, որը դիպուկ է դարձնում։ Բայց դուք ոնց որ ձեր ձևակերպում մանրամասն վեր են դուք ձեր 301-ի օբյեկտը, որը նա 301-ի սուբյեկտը, որը նա 309-ի օբյեկտը, որը նա սուբյեկտը, որը նա ցույց են տվել, որ 3 քիչ թե շատ որոշակի պարամետրերով չեն համընկնում, մի հատը որ օբյեկտիվ կողմնա չեն կարող քննարկել, որովհետև ծավալների շրջանակային սա ուղղակիորեն ֆիքս է։ Եվ երկրորդ արգումենտը չէր կարող իմ ասածներից որևէ բան նախկինում վերականգնության կարգով քննարկված լինել, որովհետև մենք քննարկում ենք տվյալ վարույթի շրջանակներում փոփոխված մեղադրակի կրկին դատելու արգելքի հակասել կամ չհակասելու հարց։ Արգումենտները կարող է հնչում են նման, բայց միայն են փաստը, որ տարտիկաձևավորում ուզապատում են քննարկվել, սխալ է, որովհետև նախկինում չէր կարող քննարկվել, կրկնում են կրկին դատվելու հարցը։ Այս երկուսը, եթե հարցերն են, հիմնական ասում եք պարոն Օրբելյան, արդյոք ճշմարտաբար չէր կարող արձանագրել, որ այս մասով էլ բողոք չկա, պարոն Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքով իրականացնելու դատարանների կարճի մասին որոշումը դրան օրինական ուժ կար եւ առարկայը զուտ համարել ուղղակի փորձը իրավաբաններ են ասում, թե քաղաքական իշխանությունների ճնշումների լույսի ներքո։ նկատմամբ ճնշում դատարանի։ Որ դատարան։ Որ դատարան։ Եթե լինի ձեր դատարան։ Բժշկական դատարան եք գնալ։ Դե հիմա չէ, դե հիմա հարց է դեռ ասկեների վերաբերյալ գնահատականներ ծնվում չկա։ Դրա համար ձեզ Ալգետը դեպի ցածրոսյանը դեպքում կառավարությունով որտեղ ինչի կարող է ստանի տարածքներ գործը չի։ Ինչ ասում եք չէ։ Դերասունա ծածկում։ Դեզնից։ Նախական Բարգայ որ այս գործը օրդերում են եւ պահանջում են մարզարից վերաբերել։ Հարգելի դատարան, հարցը կարող է թե չէ կարող, ես չգիտեմ։ Կարող է թե չէ կարող հարցի պատասխան ստանալու որը ժամանակ հետո, երբ որ հարցը քննարկվի, ինչպես է ստացվել Ացումային արտադրության գործիքների կիրառմամբ հասկանանք են ոնց է այս որոշումները կայացնել եւ ովքեր են ալդել։ Ես իմ քերուն եմ ենթադրելու, ինչի ունեմ հիմքեր, ես իմ քերներ են հաջողեցվել, այսինքն երբ որ տարանքի որոշումներ կայացնում կամ վերակնիչ դատարանի որոշումը եք ամոշը ճարեք դատարանի կողմից եւ դիտատեսության կազմի մեջ է։ Ինքը որպես դատախազնալքին հետադարձության ուժով ինքը իր ձեռով խորագրել է դիմում ասել է հետադարձա 7-ի գործով հրաժարվել է հրաժարվել։ Ինքը Արմենիան ձեզ հիշեցնեմ, որ դեպի Թադեոսյանը այս որոշումը ճիշտ է։ Ինքը սովորական քրեականն է, փակակոռուպցիոնը չի, ես ասում եմ այս ես Ռոբերտ Քոչարյանի գործն եմ ուզում ասել։ Դա բոլոր դատավորները, ովքեր դերգրաված են եղել եւ որոշակի դրական զարգացում ա եղել Ռոբերտ Քոչարյանի որոշումներով, ինչ որ եղանակով հեռացվել են դատական համակարգից։ Այդ որն կապ չունի, իրանք իրաց մաքսիմումն են արել, մաքսիմումը չեն արել։ Բոլորը առանց բացառության։ Իսկ նրանք, ովքեր որ դից անհասկանալի եւ ապօրինի որոշումներ են կայացրել, եթե նա գնահատական տալիս է դրա գնահատականը նույնպես անդրադարձ լինելու ապագայում, այս բանին առաջխաղացումներ են ունեցել։ Սկսած Բաչի հրաշից բրծած մնացած դատավորներով, հարգելի դատարան, անունները պետք է կոչեք, ամեն ինչ իր անունով պետք է կոչեք, չենք կարող գլուխներս թաղեն գավազի մեջ, ասենք չենք տեսնում, հարցը տալիս եք, կարող արել նշանակել դատարանում, թե չեք կարող, պարտավոր եք, թե չեք պարտավոր եք, չի արել, ձեզ վրա է թողել, նորից դատաշատությունը պնդում է արել, դատաշատությունը պնդում է արել, հարգելի դատարան, որ ես կարող եմ փոխել ընդհանուր հանցակազմով, վճռովի դատարան ասել, ծարազն է գնա արա, հիմա վճռովի դատաշատությունը չի կարող ասել անի, բայց հետագայում որ հարցը հասնի, վճռովի դատարան ասում այն արտադրության հանդարտողովի դեպը նստած ասելով մենք չենք կարող դատախազի փոխարեն նախորոշել, ինքը կարող թե չենք կարող, առաջին ացանի դատարանը դրա համար է, որ դեպը հատի տեսնի ընդհանուր հասկա թե չի, եթե ընդհանուր հատուկա գործը շարունակի թախնդիրը, ուրիշ ոչ մի բան չկա սրա մեջ, ընդհանրապես պատասխանատվությունից խուսափելու եղանակը։ Կարող են նրան միանգամից կբերեն նեղավոր ճանաչել փոխածում են։ Հարգելի դատարան, հետևյալն է, արգումենտը շատարկուց մի նախադասության բավական հետևյալն է։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը դա բացառապես
բացառապես իրավական գնահատականի փոփոխություն չի ընդհանուր հատուկ հարաբերակցության շրջանակներում։ Սա լրիվ նոր մեղադրանք է, անկախ ընդ որում նույն փաստական հանգամանքների շրջանակներում։ Լրիվ նոր մեղադրանք, այսինքն իրար հետ չհարաբերվող հանցակազմերի մասին են խոսում։ Իրար հետ չհարաբերվող հանցակազմերի մասին են խոսում։ Առաջին հանցակազմով այս պահին բեկամվելը չբեկամվելը, մենք բանի մեջ ֆորմալիզմի մեջ ենք մտնում։ Գործը շարունակվելու է ոչ թե այն առաջին հանցակազմի հետ կապված ինչ-որ տրամաբանության մեջ, այլ լրիվ ուրիշ հանցակազմ։ Իսկ կրկին չդառնալու արգելքը հենց դրան է վերաբերվում, որ ուշես կարա անընդհատ լրիվ փոխես ամբողջությամբ նոր հանցակազմ դնես, նոր մեղադրանք դնես ու քննարկես։ Փոփոխությունը եւ նորը իրարից տարբերում են։ Այս է սա կվիտենսիացիան, ասենք չասեմ, հատ բան է, հիմքը այս ամբողջի։ Այսքան հաջողություն։